Վաղ առավոտյան, երբ մայրաքաղաքը դեռ նոր էր արթնանում, հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծագործական կազմը գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանի հետ արդեն ճանապարհին էր դեպի հարավային դարպաս Սյունիք։ Երեկո մեղրի եւ իհարկե շատ սիրելի հյուրեր ու ռադիո լսողներ։ Բարի երեկո, հարգարժան եկեք պարոնայք, սիրով ենք ողջունում ձեզ մեր երկրի ամենաջեր ու հարավային դարպասում, իհարկե մեզ հետ մայրաքաղաք Երևանից բերելով առանձնահատուկ տրամադրություն։ Բարի երեկո մեղրի։ Սահմանամերձ քաղաքում նվագախմբի ժամանումն իսկական իրարանցում ու տոնական տրամադրություն էր ստեղծել։ Առաջին կատարումը տանտիրոջ իրավունքով Մեղրի համայնքի Արևիկ արվեստի դպրոցի ուսուցչական երգչախմբինն էր։ Հնչեց ագարակի հիմնը, երաժշտության հեղինակը Կարեն Սարջանյանն է։ Հայկական ռադիոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում սա պարզապես համերգային շրջագայություն չէր, այլ յուրահատուկ առաքելություն, ռադիոյի ձայնն ու ջերմությունը, որոնք տասնամյակներ շարունակ ուղեկցել են մարդկանց, անձամբ հասցնելու հեռավոր մարզերի հավատարիմ ունկնդրին։ Մեղրեցի հանդիսատեսի համար սա երկար սպասված հանդիպում էր։ Հանրային ռադիոն իմ մոտ եւ մանկությունից է ասոցիացիաներ առաջացնում, հիշողություններ ավելի ճիշտ։ Մշակութային այս տեսակ հանդիպումները, համերգները Մեղրի մշակութային աշխուժություն են բերում ամեն դեպքում։ Մեղրին բավականին հեռու է Երևանից եւ նմանատիպ միջոցառումների կարիք այստեղ շատ կա։ Եվ շատ ուրախ ենք հյուրընկալել մայստրոին եւ սիմֆոնիկ նվագախմբին։ Ոչ բոլորին է, միշտ հարմար լինում գնալ քաղաք, այնտեղ ուսումնասիրել տարբեր, լսել տարբեր երաժշտություններ, իսկ այսօր ներկայանում ենք օրկեստրով Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ հանդիսատեսի համար հոգևոր սնունդ է եւ միաժամանակ կրթում է եւ որոշ չափով այն ինչ որ ուզել են թեկուզ կան քաղաքում լսեն, իրենք կտեսնեն հենց իրենց հայրենի քաղաքում Մեղրիում։ Զգացողությունները իսկապես շատ հաճելի են, երևի ավելի շատ ինձ համար, որովհետև ես ինքս սյունեցի եմ, ես Կապանից եմ, մի տեսակ ոնց որ հարազատ հողս եմ եկել, հարազատ հողից մոտ, եկել եմ իմ հարազատ ժողովրդի համար երգելու, իհարկե շատ հաճելի է, մենք շատ սիրով լի խումբ ենք ու սիրով լի ուզում ենք ներկայանանք հանդիսատեսին։ Ես կարծում եմ հանդիսատեսը շատ կհավանի, եւ որովհետև մենք ամբողջ մեր դրական լիցքերով եկել ենք նրանց մոտ։ Հարգարժան հանդիսատես, Սիսյանի սիրելի բնակիչներ եւ իհարկե մեր շատ սիրելի ռադիո լսողներ։ Բարի երեկո, հարգարժան եկեք պարոնայք, ողջունում։ Մեղրիից հետո նվագախմբի հաջորդ կանգառը Սիսյանն է։ Այստեղ եւս սիմֆոնիկ ու էստրադային երաժշտության հանդեպ հետաքրքրությունը մեծ էր։ Սիսյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Գայանե Վարդանյանն ասում է, այս տարածաշրջանում հանրային ռադիոն միշտ սիրված է եղել։ Գիտեք, մինչև հիմա Սիսյանում սիրում են ռադիոն, հատկապես հանրային ռադիոն, հաճախ են լսում, հաղորդումները միասին քննարկում ենք։ Շատ ուրախ եմ հյուրընկալել մեր գողտրիկ դահլիճում իրենց եւ հույս ունեմ, որ մեր հանդիսատեսն էլ իրենց ջերմությամբ համերգը կդարձնի կրկնակի։ Այսինքն սա առաջին ու վերջինը չի լինի, հաճախ կլինեն մեզ մոտ։ Բեմից հնչող սիրված մեղեդիները, հանդիսատեսի ջերմ հայացքներն ու չդադարող ծափահարությունները երկու քաղաքներում էլ փաստում են 100-ամյա ռադիոյի եւ նրա ունկնդրի կապն անխզելի է։ Ես եղել եմ նաեւ սահմանամերձ գյուղերում եւ տեսնելով նրանց աչքերը, նրանց հոգեվիճակը, նրանց սերը դեպի երաժշտությունը,
երբ որ առաջարկ է լինում նման համերգների, ես անպայման համաձայնվում եմ, որովհետև այս արվեստը հայ կոմպոզիտորական ստեղծագործությունները պետք է միշտ հնչեն, պրոպագանդվեն, բուռն ծափահարություններով մեզ դիմավորում են, մեզ հետ երգում են եւ դա շատ գովելի է եւ իհարկե մեզ էլ ավելի է ոգևորում, որպեսզի մենք շարունակենք մեր գործունեությունը։ Նմանատիպ համերգները նախ եւ առաջ մարզերի ժողովրդին որպես երաժշտական սնունդ է ու երկրորդ հերթին մեզ համար երգիչներից, երաժիշտներից համար հաճելի եւ պետքական միջոցառումներ են։ Երկու քաղաքներում ելույթներն ու դրանցից ստացած ստեղծագործական մեծ էներգիան ամփոփում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը։ Մի կողմից ռադիոյի 100-ամյակն է, որ իսկ 54 տարին այդ 100-ից ես աշխատում եմ ռադիոյում, հասկանում եք, քիչ տարիք չի և քիչ ժամանակամիջոց չի և մյուսը նրա համար, որ միշտ ուզեցել եմ համերգներ տամ մեր ռեսպուբլիկայի այն շրջաններում, որտեղ քիչ են, որտեղ դժվար հասանալի տեղեր է և շատ ուրախ եմ, որ չենք եղել համերգով չենք եղել ոչ Սիսիանում, ոչ Մեղրիում և դրա համար ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունեցանք համերգ տալու։ Հայկական ռադիոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում մարզային հաջորդ հանդիպումը սպասվում է Բերդ քաղաքում, որտեղ հանրային ռադիոն կներկայանա Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի ձայնով։ Շնորհակալություն Մեղրի, մինչ հանդիպում։ Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիո Լուր, Սյունիք, Երևան։